Որքան կարժենա 4 օրը Վենետիկում։ Եկեք հաշվենք միասին։ Սեյվի մասին չմոռանաս։ Սկսենք ամենացնցողից Երևան-Վենետիկ տոմսը գնել եմ անհավանական 6000 դրամով։ Տան համար 4 հոգով 4 գիշերվա համար վճարել ենք յուրաքանչյուրս մոտ 80000 դրամ։ City Tax-ը այստեղ ամենաբարձրերից է Եվրոպայում 4 օրվա համար յուրաքանչյուրս վճարել ենք 6500 դրամ։ Օդանավականից Վենետիկ հասնելու նավի տոմսը 6000 դրամ է։ Սան Մարկո բազիլիկի մուտքը 4000 դրամ է։ Վերևից տեսարանը ուղղակի խենթացնող։ Դոժերի պալատում բեջս չանցավ։ Մուտքի համար վճարել ենք 10000 դրամ։ Տպավորությունները անմոռանալի էին։ Օրել էինք հին իտալական բանտում, տեսել աշխարհի ամենամեծ որմնանկարները, թագավորական պալատները, հայտնի կտավներ, մի խոսքով ներսում ենք եղել մի քանի ժամ ու չենք էլ հասկացել ոնց թռան այդ ժամերը։ Մուրանո, Բուրանո ու Սուրբ Ղազար կղզի նույն օրն ենք գնացել։ Վերցրել էինք նավի 24 ժամվա տոմս, կինը 10000 դրամ, բայց խորհուրդ կտամ Մուրանոյի ու Բուրանոյի համար առանձին օր հատկացնել։ Սուրբ Ղազար կղզի գնացող նավը Սան Զաքարիա կանգառից մեկնում է ամեն օր ժամը 3-ին։ Հայալեզու տուրը անցկացնում է վանականը, մուտքի տոմսը 4000 դրամ է։ Տպավորությունների մասին խոսելը պարզապես ավելորդ է։ Գանդոլաները Վենետիկում ամենաթանկ հաճույքներից են, 30 րոպե զբոսանքը 30-ից 40000 դրամ է։ Եվ դե իհարկե, սնունդը։ Ցերեկվա ժամերին ուտում էինք արագ սննդի կետերում։ Մեկ կտոր պիցան 2000 դրամ էր, համը անմահական։ Take-away պահպաղակն ու ապերոլը նույնպես 2000 դրամ էր։ Երեկոյան ռեստորանում ուտում էինք իհարկե պաստա, հիմնականում ծովամթերքով, փորձեցինք անգամ այս լպրծումներին, խմում էինք գինի ու ապերոլ։ 4 հոգով վճարում էինք մոտ 40000 դրամ։ Իսկ Երևան ենք վերադարձել Միլանով, ավիատոմսի արժեքը 13000 դրամ։ Դե դուք ասեք, Վենետիկում էժան է թե թանկ։